Պարոն Արշակյան, ձեզ մոտ ինչպես է առաջացել գաղափարը անկախ Հայաստանի։ Ես պետք է ասեմ, որ անկախ Հայաստանի գաղափարը երբևէ չեմ կարծում, որ առնվազն 2000 տարի որևէ հայ մարդու մոտ առաջացել է։ Չի առաջացել։ Առաջացել է դա հայ կնահապետի օրոք ու մնացել է ժառանգություն բոլոր հայ մարդկանց, բոլոր սերունդներին, այսինքն ես ուղղակի ժառանգություն, իմ շրջապատը, իմ պատմությունը, իմ նախնինները, ուսուցիչները, դասընկերները, մենք բոլորս գիտեինք, որ կա անկախություն, կա պետություն, կա պետականություն, մենք դա ունեցել ենք, կորցրել ենք, հիմա իմ պատանեկության տարիներին, հիմա ունենք կիսանկախ պետություն, ուրեմն բոլոր կիսա բաժակները, կիսանկախությունը, կիսատ մնացած ամեն ինչը պետք է լրացվի, դա բնական է, ուզում ասել, որ իմ մոտ դա ես չգիտեմ երբ է առաջացել, գուցե այն պատանեկության տարիներին, երբ որ ես սկսել եմ գիրք կարդալ, կամ մեր ընտանիքում իմ նախնինները, իմ պապիկի եղբայրը եղել է հայկական բանակի սպա, հրետանավոր, աքսորվել է, մյուս եղբայրը աքսորվեցինք, մեր ընտանիքը ռեպրեսիաների ենթարկված ընտանիք էր պետականության համար, պայքարի համար, այսինքն ես նաև ծնվել եմ այդ ընտանիքում, որտեղ որ մենք գիտեինք, որ մենք պատժվել ենք հայկական պետությանը ծառայելու համար, հայկական պետությանը հավատարիմ լինելու համար։ Այսինքն ինչքան բարդ է, օրորոցից սկսեմ իմ հարազատները, իմ ծնողները, իմ տատիկը, պապիկը, հորաքույրս, ես լսել եմ անեծքը բոլոր նրանց, ովքեր որ ոչնչացրեցին մեր պետությունը եւ մեզ, մեր ընտանիքը պատիժների ենթարկվեց, հալածանքների ենթարկվեց, այնպես որ սովորական մի բան էր, իսկ 1965 թվականին ես դպրոցական էի, 15 տարեկան, եւ պատանի բռնցքամարտիկ։ Մեր մարզիչը, որպեսզի մենք պատրաստ լինենք մայիսի 1-ին Լենինի հրապարակով վարժություններ, սպորտային վարժություններ անելով անցնենք, ռինգ պետք է լիներ, մենք էլ պետք է մեր սպորտային այդ բանը ցույց տայինք, դրա համար փորձնական մեզ հրավիրեց ապրիլի 24-ին 1965 թվականի առավոտը ժամը 9-ին սպորտային հագուստներով կամ պայուսակով մոտ ապրողները կարող են հագուստով գալ օպերայի հրապարակ, այնտեղ մի քանի ժամ այդ նախավարժանքը կանեինք ու հետո արդեն հաջորդ կերակի օրը, հաջորդ հանդիպումը մայիսի 1-ին կլիներ ու ես ակամա հայտնվեցի 1965 թվականի այդ նշանավոր ցույցի, երթի, բողոքի ակցիայի մեջ եւ դա շատ հետաքրքիր էր, դա մեծ, դա ու հեղաշրջում տեղ ունեցավ, այնինչ որ մեր տանն էր խոսվում, իսկ մեր տանը այդպիսի կարգ կար, ես կարծում եմ հիմա էլ բոլոր ընտանիքներում կա, ամենեւս ես իմ թորնիկներին ասում եմ, որոշ բաներ մեր տանից պետք է դուրս չգա, մենք հարցեր ենք քննարկում, որոնց դուք մասնակցում եք, դա գաղտնիք է, ընտանեկան խնդիրներ կան, մեր տան էլ ասում են, որոշ բաներ կան, մենք քննարկում ենք, երբեք պետք է տանից դուրս չգա, դա դավաճանություն է, ուրեմն ես հանկարծ տեսա, որ հայ ժողովուրդը դավաճանում է, ես հասկացա, որ բոլոր ընտանիքներում այդ հարցը քննարկվում է, մենք պետականություն ենք ուզում, մենք մեր շահերն ենք ուզում պաշտպանել, Եղեռնի մասին խոսելը այն ժամանակ հավասարազոր էր ասել կեցցե անկախ Հայաստանը, որտեղ դա ծրագրից սահմանված բոլոր մյուս թույլատրելի ելույթներից դուրս էր, իսկ ինչ որ դուրս էր սովետական միության նախանշած
պլանավորած ծրագրերից, դա արդեն ըմբոստություն էր։ Դա արդեն անկախություն կամ ազատություն էր։ Ուրեմն ես հասկացա, որ բազմահազար ընտանիքներից դուրս է եկել այդ գաղափարը ազատության, անարդարությունը ոչնչացնելու, արդարությունը վերականգնելու գաղափարը կա, մենք շատ ենք, մենք համազգային շարժման մասնակից ենք, դա շատ մեծ ազդեցություն ունեցավ իմ հետագա կյանքի համար, ես ինքնավստահ դարձա, համարձակ դարձա եւ անզգուշ։ Եվ ինչպես գտաք ձեր գաղափարակիցները։ Գաղափարակիցները ինձ գտան։ Այդպես է, ինձ առաջինը գտավ Հայրիկյան Պարույրը։ Մի քանի էպիզոդներ կային, որտեղ իրեն օգնություն էր պետք։ Ես գիտեի, հայրենասեր է շատ եռանդուն, շատ հետաքրքիր երիտասարդ էր Հայրիկյանը։ Այն տարիներին մենք ընկերներով հավանում էինք իրեն։ Լիդերական շատ բաներ ուներ եւ նաեւ համակրելի էր։ Գրավչություն կար նրա վարքը լավն էր։ Հետաքրքիր մարդ էր ու ես այդպես ընկերություն էինք անում։ Այդ իր ստեղծած դպրոցական կազմակերպության անդամ չէի, բայց քանի որ մոտ ընկերներ էինք, արշավի ընկերներ, խաղի ընկերներ, ծեծկրտուքի ընկերներ, մենք հետաքրքիր պատանեկություն ենք անցկացրել։ Ինձ ինչ որ բաներ խնդրում էր ու ես դրանք անում էի հաճույքով։ Բայց մի անգամ ճակատագրական մի բան եղավ, ասեց որ աղջիկներ գիրովական գնացքի մեջ թրուցիկներ բաժանելուց բռնվել են, աղբյուրը հայտնի չի, աղջիկները կդատվեն, դպրոցական աղջիկներ, պատկերացնում եք 17-16 տարեկան պատանիների համար ինչ է նշանակում դպրոցական աղջիկների բանտ գնալը եւ այլ, ասենք ինչ կարելի անել, ասեց դե պետք է աղբյուրը գտնենք, մեկը պետք է ասի որտեղից իրեն, իսկ մեր դպրոցում ես ենթադրում եմ հիմա դեռ չեմ ճշտել, առիթ չեղել, կարծեմ Շահվերդյան Բագրատ, նրանց կազմակերպությունը թրուցիկներ էր տարածել, ես չգիտեմ, մինչև հիմա չգիտեմ ովքեր են եղել, մեր դպրոցում 86-րդ դպրոցներ Երևանի Մարտիրոս Սարյանի անվան նկարչական թեքումով թրուցիկներ էին տարածվել եւ մեկը իմ ձեռքն էր ընկել, ես չէի տարածողը, իրոք ես չէի, ու ասեցի դե կարող եմ ասել, որ դա էլ է։ Հիմա մի թրուցիկ չեղել կամ մի խումբ չեղել, ուրիշ խմբեր են եղել, ուտես պայմանավորվեցինք, աղջիկներն ասեցին, որ մեզ տվել է Հայրիկյանը, Հայրիկյանը ասեց, որ ինձ տվել է Արշակյանը։ Ու ինձ հայրս եւ մեր դպրոցի տնօրենը, այն ժամանակ դիրեկտորը, գնացինք KGB, շատ նորմալ ընդունեցին, թե ինչ որ թխվետ Պեչենի առաջարկեցին, բան զրուցեցին, պարզվեց, որ հայրս եւ այդ KGB-ստները ռազմաճակատում նույն տեղն են ծառայել, բաներ էլի։ Ինտերական մթնոլորտ էր։ Հա, չէ, այնպես մեղմ մթնոլորտ էր, դե ասեցի գտել եմ, տվել եմ, նա էլ տարել է։ Այն ասեցին էլ չանես։ Բան ես ասում իհարկե, մյուս անգամ կվերեմ դες կտամ կամ ասեցին տնօրենին կտաս։ Ես պետք է ասեմ, որ 65, 66, 67 թվականներին շատ մեղմ էր։ Այսպես կարող ենք ասել Խրուշչովյան հալոցքը դեռ չէր անցել։ Խրուշչովը հեռացել էր քաղաքական ասպարեզից, բայց հալոցքը մնացել էր։ Շատ ազատ էին, մենք օրինակ բան էինք, խմբակներ կային, շնորհալի երեխաները արտասանում էին կարծես թե արգելված Հովանես Շիրազ, զարմանալի է, իբր թե արգելված էր, բայց ձեռագիր բանաստեղծությունները, Պարույր Սևակ, Սիլվա Կապուտիկյան, այդ բոլոր երեկույթների, հարսանիքների, մկրտությունների, ծննդյան տոների ժամանակ երեխաները կանգնում էին տաբուրետկայի վրա եւ արտասանում էին թե մորդ անգամ մոռանաս, քո մայր լեզուն չմոռանաս, հա։ Ես այդպես եմ ասում։ Բաներ կային, շատ ազատ էր։ Եվ իմ առաջի հանդիպումը KGB-ում եղել է այդպես, ինձ ասեցին, որ քանի որ դպրոցում ինձանից գոհ էին, ես չարժի չեմ եղել, ասեցին, որ մյուս անգամ տես բան որ կլինի, Հայրիկյանին մի տուր։ Կտաս տնօրենին, շատ լավ պայմանավորվեցինք։
Այ սկիզբը։ Բայց KGB-ն արդեն ինձ գաստացրեց։